Անիծված սերիալի աշխարհը բաժանորդներ 2025 բոնուս անվճար ներբեռնում բաժանորդների համար։ Հետազոտության նպատակն է յուրաքանչյուրին տրամադրել գիտելիքներ, իմաստություն, հասկացողություն, անցյալի, ներկայի, ապագայի կարևոր գործոնները վերանայելու հաշվի առնելու համար։ Նախադամացիները ականատես եղան իրենց ոչնչացման հանգեցրած կատակլիզմին, քարի վրա փորագրելով նախազգուշացումներ, բոլորին տեղեկացնելու համար ոչնչացման մակարդակի իրադարձության մասին, որը տեղի կունենա, երբ կործանիչը վերադառնա մեր արեգակնային համակարգ։ Հետյալը լրացնում է անիծյալների աշխարհը շարքը, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս կատարելու Աստծուն փնտրելու պատվիրանը, ինչպես դա եղել է ջրհեղեղից առաջ։ Այս բոնուսը անիծված բաժանորդների աշխարհին տրամադրում է հետյալ տեղեկատվությունը, գիտելիքները, առավելությունները։ Անիծյալների աշխարհը բացահայտում է ջրհեղեղի պատճառի ճշմարտությունը, տրամադրում է կործանիչի վերադարձի նախադամականների գիտելիքները, ինչը խորհրդանշում է համաշխարհային կործանման զգացումը, որը Աստվածաշունչը հաստատում է երկրի կործանման մասին հայտնության մեջ։ Հոգոր ոլորտները տեսողական բացատրություն են տալիս տեսանելի անտեսանելի բաների գոյության մասին, քանի որ դա այն վերջնակետն է, որտեղ բոլորը կգնան երկիրը լքելուց հետո։ Մարդու ծագումը գիրքը գնահատում է գիտության պնդումները, համեմատում Աստվածաշնչի գրավոր հղումները, որոնք հաստատվում են մարդու գենոմի նախագծի արդյունքներով, իսկ ցորենի որոմների առակը ջրհեղեղից փրկվածներին նույնականացնում է որպես որոմներ։ Գաղտնիքների գիրք 4 սերիա, Աստվածաշնչյան լուծում, 2025 թվականի բոնուս, բաժանորդագրության բոնուս։ Աստվածաշնչի գրավոր հղումները բացահայտում են այն մասին, թե ինչպես են նախադամացիները հաղորդակցվել Ծննդոց գրքի 1-ին գլխի Արարիչ Աստծո հետ։ Այս գիտելիքը մնում է գաղտնի ներկայում, այն հայտնի չդարձնելու համար, քանի որ դրա օգտագործումը կկործանի մահը, քանի որ այն կկանխվի հոգիներ հեռացնելուց։ Հոգին մահանում է բնական ճանապարհով, առանց մահվան միջամտության, բարձրանալով երկրից վեր հաղթանակ տանելով մահվան նկատմամբ, ինչպես գրված է Կորինթացիներին 15:55-ում։ Արարիչ Աստծո գահի ուղղության գտնվելու վայրի վերաբերյալ նախադամական հրահանգները թույլ են տալիս յուրաքանչյուրին կատարել Աստծուն փնտրելու հրամանը։ Արը օգտագործվում է Արարիչ Աստծո հետ հաղորդակցվելու համար, հրահանգների միջոցով լույսը մարմնի մեջ մարմնի միջով ուղղորդելու համար։ Այն կլուսավորի երկրի ամենամութ տեղը, կսնուցի էպիֆիզը։ Արի լույսը կվերացնի մարմնի խավարը։ Գաղտնիքների գիրք դրվագ 4 Աստվածաշնչյան լուծումը յուրաքանչյուրին տրամադրում է նրանց կողմից ներկայացված գիտական ֆիզիկական ապացույցներ, որոնք կարող են կիսվել, վերանայվել, քննարկվել։ Մինչ սկսելը։ Երբ վերջնական նշանը հայտնվում է երկնքում, աշխարհը կիմանա։ Վերջը մոտ է։ Դա չի ազդի երկրի վրա։ Դա մագնիսական դաշտ է։ Կմերկացնի երկիրը իր ունեցվածքի։ Մինչ կոշտ տապակը մոլորակի մասին։ Ինչ է մնում։ Կլինի մեռած մոլորակ։ Ոչ մի հող։ Ջուր չկա։ Ոչ մի մթնոլորտ։ Կյանք չկա։ Ինչպես դա եղավ Մարսի հետ։ Իր վերջին հատվածում։ Հաջորդը երկիրը է։ Վերջը տես սկզբում։ Անիծյալների աշխարհ։ Մինչ այն սկսվի։ Մնացել է ժամանակ։ Մինչ այն սկսվի։ Հիմնական հրահանգներ երկրից հեռանալուց առաջ։